Ողջույն եւ բարի գիրագի բոլորիս սիրելիներ, այսօր ինչպես միշտ մենք կընթերցենք օրվան ավետարանը եւ կփորձենք օրվան ավետարանի մեջ մեզի համար դասը վերցնել եւ այսօր կգարտանք Հովհաննես ավետարանի 9-րդ գլուխը 39-րդ համարեն սկսյալ, որտեղ Քրիստոս ասել. Ես Դադաստանի համար եկա այս աշխարհը, որպեսզի չտեսնողները տեսնեն եւ տեսնողները գույրնան։ Մենք գիտենք բոլորս թե ինչ կնշանակե Դադաստան։ Դադաստան, այսինքն Աստված վերջին օրերուն Դադաստան դինե ամբողջ մարդկության։ Դադաստան դինե բարիներուն, չարերուն, հավատացողներուն, անհավատներուն եւ այլն։ Բայց այս Դադաստանը տեղի ունենա երկու փուլով, այսինքն երկու ձևով։ Առաջին Դադաստանը այս աշխարհի վրա է, իսկ երկրորդ Դադաստանը հանդերձյալ ժամանակներում է, երբ որ ամեն ինչը ավարտին հասնի։ Առաջին Դադաստանը այն մարդոց է, որոնք չեն հավատար։ Եվ եթե չի հավատար, արդեն ինքը դատապարտված է։ Այսինքն երկրորդ Դադաստանի մասին խոսք չկա, որովհետև այնտեղ արդեն դատապարտված է, բայց առաջին հերթին այստեղ դատապարտված է։ Իսկ երկրորդ Դադաստանը այն Դադաստանն է, որ բոլորս պիտի գանքնենք արդար դատավորի առջև։ Եվ այնտեղ նաև մեզ պիտի դատեր բոլորս, անխտիր։ Գապ չունի փոքր մեղք է, մեծ մեղք է, սպանություն է, կամ բզդիկ սուտ մնե, կամ գողություն է, ինչ է, այդ բոլորը Աստծո առջև իր ադյանի մեջ գրված է եւ այս բոլորի համար Դադաստան պիտի լինի։ Այսինքն ամեն մեկը իրեն սահմանված որոշ պատիժ պիտի արի։ Բոլորը միևնույն պատիժը պիտի չակնեն։ Մեկը որ փոքր մեղք ներած է, դարբեր է այն մարդեն, որ մեծ մեղք գործած է բնականաբար։ Բայց այսօր Քրիստոսը գսե ես Դադաստանի համար եկա այս աշխարհը։ Մենք գիտենք Սուրբ Գիրքի մեջ հաջող մեզ գսե որ վերջին Դադաստանին Քրիստոսը անգամ ևս պիտի գա ամբերով եւ իր սուրբերով, որովհետեւ թավե ամբողջ աշխարհը։ Բայց այսօր Քրիստոս գսե ես հիմա որ եկա արդեն Դադաստանի համար եկա, բայց հետաքրքրական է, թե ինքը ինչ բացատրություն գուտա, ինչ Դադաստանի մասին գխոսի։ Գսե, որպեսզի անոնք, որոնք գտեսնեն, գույրնան, իսկ անոնք, որոնք չեն տեսնել, իրենց աչքերը բացվին։ Զարմանալի է, ինչու անոնք, որոնք տեսնեն, գույրնան։ Այս խոսքը ուղղված է այն ժամանակվա հրեաներուն, որովհետև հրեաները գիտեին Քրիստոսի մասին։ Հազարավոր տարիներ Աստված իրենց փրկեց մարգարեներ, սկսած Մովսեսեն սկսյալ, որովհետև իրենց Քրիստոսի ճամփան պատրաստը։ Իրենց ամեն ինչ խոսեցավ եկող Քրիստոսի մասին։ Բայց իրենք, որ կգարձեին, որ ամեն ինչ գիտեն, գույրցան, և անոնց համար Քրիստոս գսե, անոնք, որոնք աչք ունին, չտեսնեն, գույրնան, իսկ աչք չունեցողները տեսնեն։ Հավա աչք չունեցողները ով են, գույրերը այն ժամանակվա ովքեր են, գույրերը այն մարդիկն էին, որոնք հեթանոս էին, չէին հավատար Մովսեսական օրենքին, չէին հավատար հրեաների քրկերուն, այլ խոսքով 5 դագարանի չէին հավատար, գսե որպեսզի այդ գույրերուն աչքերը բացվի։ Եվ իսկապես, երբ որ մենք գիտենք Քրիստոսի առաքելության երկրավոր այս տարիներու մասին, գտեսնենք, որ ամենից շատ Քրիստոսին հավատացողները եղան հեթանոսները եւ անհավատները։ Այո, հրեաներն ալ շատեր հրեաներ են հավատացին շատ են։ Օրինակ համար առաքյալները, Քրիստոսի 72 աշակերտները եւ հազարավոր մարդիկ հավատացին, օրինակ
օրը Բենդեգոստեի օրը եւ որ Վեդրոս Արաքյալը քարոզեց, գսե 5000 հոգի մարդ հավատաց։ Եվ մենք եթե նայենք այն ժամանակվա հրյաներու թիվը, այսին այսօրվա վեց մի քանի միլիոն չէ, ամբողջ Հրեաստանի մեջ կաբրեր մոտավորապես 263,000 հրյա, եւ անոնց մեջ շատերը հավատացին։ Լավ, անոնք որոնք գիտեին, աչք ունեին, չհավատացին, այսինքն ինչ եղավ գույրցան, չուզեցին իրենց աչքերով տեսնել, եւ ինչպես դերմը նաեւ իրենց մարգարեություններում մեջ գսե աչք պիտի ունենաք, բայց պիտի չտեսնեք, ադանք պիտի ունենաք, բայց պիտի չլսեք, ինչու գսե որովհետեւ այս ժողովրդին սիրտը գարցրացած է։ Հետևաբար ամենամեծ խնդիրը սիրելիներ հավատքի մեջ, դե ինչու մեկը կհավատա, մյուսը չի հավատա, ինչու մեկը սիրտը գտնի հավատքը, մյուսը չընդունի, մեկը քիչ մը կհավատա, մյուսը շատ կհավատա, այդ պատճառը ինչ է, գիտեք, այդ պատճառը սրտի խստությունն է։ Մենք բոլորը սիրտ ունենք, բայց մենք կգարձենք, որ մեր սրտերը միսեր սարքված ամենափափուկ մասն է։ Այո, զգացողական իմաստով ամենափափուկ մասն է մեր սիրտը, ամենազգայուն մասն է մեր սիրտը, բայց մեր սիրտը ինչքան ալ փափուկ է, ինչքան ալ այսքան գդորը միս է, բայց այս սիրտը երբեմն կվերածվի քարի, երբեմն կվերածվի ժայռի, որ ոչ մեկ բան չի գնար առողջ հարթել։ Եվ այսպես է մեր վերաբերմունքը հավատքի հետ։ Մեկը կհավատա, շատ կհավատա, որովհետև իր սիրտը փափուկ է, ինքը իր սիրտը Աստծո նվիրած է։ Մեկը գես կհավատա, որովհետև իր սրտի կեսը դված է Աստուծո, բայց սրտի մյուս կեսը դված է աշխարհին։ Սրտի մեկ կեսը դված է Քրիստոսին, եկեղեցի գալուն, աղոթելուն եւ այլն, բայց սրտի մյուս կեսը դված է աշխարհին եւ աշխարհի վայրերին։ Եվ այսօր Քրիստոս գսե, անոնք որոնք աչք ունին կդարձեն, պիտի գույրնան։ Եվ այնտեղ հետաքրքրական է, հրյաները իրեն կմոտենան եւ գսեն, դու ինչ գսես, մենք գույր ենք, հրյաները հասկացան, որ իրենց մասին է խոսքը։ Եկան իրենս դու ինչ գսես, այսինքն մենք գույր ենք։ Ըսա եթե գույր չլայի, պիտի տեսնեի։ Բայց ամեն ինչը ձեր աչքին առջև տեսնելով հանդերձ, դուք չեք տեսնել, չեք հավատալ, ուրեմն ինչ է, ուրեմն գույր է։ Այսինքն մարդն է, եւ որ գսե ես կհավատամ, ես կընդունիմ եւ այլն, բայց չի տեսնել ճշմարտությունը եւ գաբրի երդիկի մեջ, գաբրի սուդի մեջ, այդ մարդը ուրեմն գույր է։ Այո, մաննական, ֆիզիկական իմաստով ինքը գույր չէ, գտեսնե ամեն ինչ այլ գտեսնե, եթե արև է գտեսնե արև է, եթե անցրև է գտեսնե, եթե մութ է, եթե խավար է գտեսնե, բայց միայն մեկ բան մարդը չի տեսներ, երբ որ իր սիրտը գարցրացած է, անալ Աստուծո լույսն է։ Երբ որ դու լույսը Աստուծո չես տեսնել, ուրեմն դու գույր ես։ Մի սերնդի որ քո անունդ խաչիկ է, խաչի անունով է, մի սերնդի քո անունդ համբարձում է, համբարձումի անունով, մի սերնդի քո անունդ հարություն է, Քրիստոսի հարությանոց։ Այս բոլորը ոչ մեկ իմաստ, ոչ մեկ նշանակություն ունի եւ ոչ մեկ ձևով քեզի դիչոքնե, եւ որ դու գանքնես Քրիստոսի ադյանին առջև։ Քեզի պիտի տալը ինչ պիտի ասես։ Պիտի ասես, որ իմ անունս խաչիկ էր, ես խաչի անունը կգրեմ, պիտի ասես քեզի ես քո անունը ինձ չի հետաքրքրես։ Ես ինձ կհետաքրքրեմ քո կյանքդ ինչ է։ Քո կյանքդ խաչի ճամփա է, դե քո կյանքդ աշխարհի վայրերու եւ աշխարհի մեղքերու ճամփա է։ Եվ ավասիկ, եւ որ իրեն հրյաները, փարիսեցիները գսեն, որ մենք ալ գույր ենք, գսե, եթե գույրը լայիք դուք մեղք պիտի չունենայիք,
բայց հիմա գսեք դեպի տեսնեն անոր համար ծեր մեղքը ծեր վրա է։ Եթե գույր ըլլայի, այսինքն չտեսնեիք, ձեզի դրված չլար Աստուծո լույսը, որովհետեւ դուք լսեք, հասկանաք, գարտակ, այն ժամանակ դու մեղք պիտի չունենայիք։ Եվ սա դրանք մենք առնել ֆիզիկական իմաստով նայել։ Մեկը, որ իջն է գույր է, կամ հետո գուրցած է, այս մարդը չի կրնար դարձալ ավետարան, չի կրնար հասկանալ Աստված իրեն ինչ կուզես է։ Այս մարդը մեղք ունի, մեղք չունի, գույր ծնած է։ Բայց դեռ այսօր այլ չափանիշները փոխված են։ Այսօր մեկը նույնիսկ գույրերը այսօր դիտեսնեն։ Այսօր այս կոմպյուտերներով, ինտերնետներով մարդը խոսի որ կոմպյուտերի հետ, կոմպյուտերը իրեն այսպես ամեն ինչ կսե, բայց ժամանակին այսպես չէ։ Բայց երբ որ դու գսես որ ես գույր չեմ, այն ժամանակ դու մեղքը դու վրա հաստատված է, որը դու գսես ես գույր չեմ։ Հավա եթե գույր չես, ինչու չտեսար Աստված։ Եթե գույր չես, ինչու չտեսար այս ամբողջ ստեղծագործության, այս բնության, այս աշխարհի մեջ, դու ինչու չտեսար Աստծո ձեռքը։ Պիտի տեսնեիր։ Դու ամեն ինչ կհասկանաս, ամեն ինչ կփնտրես, ամեն ինչ կբրբդես, ինչու չփնտրեցիր այս ծառը, այս մեծ ծառը որ դուսն է, ինչպես եղավ ծառ։ Ինքն իր մեջ եղավ ծառ։ Բզդիկ հունդ մտրվեցավ այնտեղ, այդ հունդը մեծավ, դարիներ անցավացի ծառ եղավ, բայց ով անոր ըրավ ծառ, դու չրիր, անիգա Աստված է որ արգել, ով է որ այս արևը գծակեցնե ամեն արևը, դու չես, գիտությունը չէ, Աստված է որ գծակեց, ով է որ իրիգունները արևը աշխարհի մույս կողմը գնան են, որովհետեւ կոմոդը մութ լայ է, որովհետեւ դու հանգիստ բարգիս, ով է, գիտնականներն են, նասան է, չէ, անիգա Աստված է, եւ եթե Աստված մեկ վարգյան իր ձեռքը վերցնե աշխարհի վրային, եւ ասե որ ես այլևս ցեզի հետ կորց չունիմ, կացեք ինչ կուզեք բերեք։ Մենք մեկ վարգյան չենք գնալ ապրել։ Լույսը նրա միշտ պիտի մեռնենք, որտեղ միշտ լույսի մեջ չունա, պետք է խավար, կամ խավար կգնա, կամ աշխարհի չափերը պիտի փոխվի, աստղերը պիտի ինան, արևը եւ մեր կրկունի փորձանքներ պիտի կան։ Հավա ինչու չես տեսնել Աստծո ձեռքը։ Եթե աչք ունիս, պիտի տեսնես։ Իսկ եթե աչք չունիս, ուրեմն գույր ես։ Եթե մեկը քեզի ասե որ գույր ես, մի ներվիր հրյաները, հրյաները ներվեցան, մենք գույր չենք, մենք ամենը կինուն ենք, մենք փիլիսոփաներ ենք, մենք դիրքեր ունենք, մարգարեներ ունենք, արի ամբողջը ցեզի օգուտ չրան, որովհետև դուք չտեսաք այն Քրիստոսը, որուն մասին հազարավոր տարիներ ձեր քրքերը գրեցին եւ չընդունեցիք Քրիստոսը, ուրեմն գույր է։ Եվ ես այսօր ասիգա սիրելիներ, գուզեմ մեր